փոքր ժամանակ մի հատ գառ ունեինք, նոր էր ծնվել ինքը, փոքր էր շատ։ Մի քիչ հիվանդ գառ էր։ Որ գողանում ենք ես ու քույրիկս, բերում ենք տունն ենք պահում։ Տան մեջ դիվանին ենք դնում, այնտեղ տարբեր էլի, տենց ուրախանում ենք հետը, այնքան լավ էր, այնտեղից սկսեցի անասուն սիրել, էլի, սենց ասեմ։ Դպրոցական հասակներից արդեն ես հորս օգնում էի այնտեղ անասուն ընկեր տալ, տանել, արածացնել, այնտեղ տարբեր էլի, հողագործությամբ թե զբաղվել 4-րդ, 5-րդ դասարանում արդեն օգնում էի հորս։ Երևի համայնքում, մեր համայնքում մենակ 2 տուն է, որ ինքը սարերա գնում, են էլ որ ովքեր որ ոչխարներ ունեն։ Հիմնականում ոչ մեկ չի գնում։ Ուրիշ համայնքներում միգուցե հեշտ է, որովհետև իրանք արոտավայր ունեն։ Մենք արոտավայր չունենք։ Մեր խնդիրը հենց արոտավայրն է։ Որովհետև մերը ամբողջովին վաճառվել է, հիմա արոտավայր չունենք, դժվար է մի քիչ անասուն պահելը։ Դա համար իմ իմանալով գնալով հենց էդ էլ է արդեն պատճառ դարձել, որ գնալով չեն պահելու, ոնց հասկացա։ Քիչ են արդեն, առաջվա համեմատ հիմա շատ քիչ են պահում։ Որ առաջ մենք 20 հատ ունենք, հիմա 15 հատ ունենք։ Մյուս տարի կարող ենք 10 հատ ունենանք, այսինքն։ Անասուն պահելը, եթե կով ենք ունենում, դե գյուղացին, մի կերպ պահում ենք։ Շատը մենք առնելով խոտը, որովհետև արոտավայրերը շատ քիչ են, չկա, ստեղ արոտավայր լավ չկա։ Ինչ էլ ունենք կատնել լրիվ էժան են տանում։ 120 դրամ, 110 դրամ, վաղտ է եղել, որ իջել է այն վաղտ անցյալ տարի, թե նախանցած տարի 90 դրամ կաթը, բայց խանութներում սկի կաթի որակ էլ չկա, ինչ գները։ Բայց մեր մոտ գալիս են ուզած չուզած պիտի տանք։ Ինչ ենք անելու, չենք կարա իրացնենք խոսքի մի բան։ Այդ ինձ էժան։ Դրա համար հիասթափվում ես արդեն որ անասուն էլ պահես, որովհետև կաթը թանկ չի։ Միսնել, զաթո միսնել, այս տարի բերեցին Ռուսաստանից այդ Հայաստան, խեղճ ժողովուրդը չէր կարող իրա ցոլիկները մորթեն, իրացնեին, սաղինը մնաց, այդ դրսի բերած միսնել խոսքի այդ ցոլիկների իրանք համ գույնը կարմիր, համ ճիշտ է միսը շատ էր բաներ, բայց էդի այն որակը չունի, ինչ որ ստեղով Հայաստանի անասնապահության խոսքի ցլիկները։ Այդ այնց եմ ասում։ Դրա համար այս տարի ցլիկի միսնել, էժաներ, այդքան ծախս, պահելը, նո շատերինը մնաց այդ պատճառով, որ դրսից սաղ եկավ։ Մեր ճակատին ինչու է գրած։ Հա, էդի մի ասած մեզի տենց։ Դե տենց է, ճակատին գրած։ Չարչարվան, բանալի ասին գույնը կարանանք այս տարի ցլիկները սաղ մնաց աշխատանք էլ չունենք։ Ինչ որտե աշխատենք։ Մեր գյուղում ոչ մի աշխատելու տեղ չկա, որ մի հատ վայրը լինի, հա, գնան աշխատեն, խեղճերը։ Ցանում ենք, մեկը որ մեկին լրացնի, գոյատևես էլի, կարողանաս միտեղ ջրի վարձը տաս, հողի վարձը, չգիտեմ, մեկը սովորում է, սովորելու վարձ տաս։ Այսպես մեկը մեկին լրացնելով առաջ են գնում, էլի։ Անասուն էլ չպահեմ, չեն կարա ձմեռը։ Ձմեռն էլ հող չկա, մշակես, ապրես, պիտի անասուն, լավա որ մի մարդ կա, 2 հատ մարդ կա, 5 հատ մարդ կա, դե նայած 10 հատ։ Պահում են, որ ձմեռը գորի կարանաս կոմունալ այս այնա։ Կոմիկների համար գալիս են, որ ձմեռն տունը չնստեն։ Առաջ գնում էին Ռուսաստան աշխատում էին, այս 2 տարի էլ չեն գնում աշխատում։ Ռուսաստանը, հիմա մեր ջահելների կեսը քաղաքում այդ շենքերի վրա են։ Շինարարություն, ինչ անեն։ Հիմա ձմեռը։ Իսկ ամառը արդեն հողագործության էլ չեն կարա գնան աշխատանքի, արդեն սա հողագործությամբ է զբաղվում։ Կոնկրետ ոչ բոլորը մարդիկ կան, որ գնում են, օրինակ չեն ուզում էլի հողի գործ անեն։ Ցանում են, ասում են, ահա, չի ծախվում, լավ չի։ Արդեն ոնց որ հիասթափ են։ Տարիկա լավ է, տարիկա վատ է, այսինքն էլի նայած տարվա մեջ կարող է մի պահ լավ լինի, մի պահ վատ լինի։
Մենակ բանտա, էլի անասունից է։ ավելի Անասունը ոնց որ բարձր միանգամից մորթում ես, այդ եկամուտը ստանում է։ Իսկ բանջարեղենինը, հողինը ոնց գալիս է, ասենց հողի, ջրի, այն, տալիս ենք տրակտորի, այդ մեխանիզացիաների, թույնի, բան չենք ստանում, վերջում ասենց 0-ի վրա կայնում ենք։ Իսկ անասունինը 50-50 է։ Բայց անասունինը գիտես որ պիտի բթես, եկամուտը վերջում կգա, մի բանով կյուրացնես մի բանի վրա խոսքի, այդ է։ ապրանքը դուրս եկավ երկրից, ուրեմն վաճառքը լավ է լինելու։ Գյուղացին շահագրգռված է աշխատում արդեն։ Իսկ որ վաճառքը լավ չի լինում, տանում է, չի կարողանում վաճառել, ինքը էլ հոգնում է այդ ամեն ինչից, էլ չի ուզում մշակի։ Են մեկը մեր բաշուն է, դա մեր բաշին է։ Գոնչոն։ Կավ գոնչո։ Էս մեր բաշին է, էսի եկա։ Են էլ ворց է, են բաշուն է։ Մեր գոնչիկն է, այնի։ Էս մեկը ասրանունը Բելա է, ասրանունը Սևուկա, նրանը Սևեյա։ Անուններ ունեն, էս մեր կովերն էլ ունեն անունը։ Մեկի անունը Զեբրայա։ Սենց ինքը սենց գծերով է։ Ես ranker սենց հորտիկներն են, մի քիչ մեծոտ։ Ասը փուջուրիկներն են, թազա են ծանա։ Հələ պիտի 7 հատ ունենք ծանելու։ Ծանեն։ 7 հատը գնանք ծանելու։ Հա, այն։ Սրանք էլ կեսը եկեն, կեսը ворց են։ Կիսուրս կթում էր, ասում էր դե եկեք ձեր համար սովորել։ Խոսում էր էլի, ասում էր պիտի դուք էլ սովորեք, այսօր կամ եկուս չկամ։ Այդպես էր ասում։ Ասում էր արեք նայեք ես ոնց եմ կտրում, դուք էլ կտրեք, այդպես։ Սա պիտի մի քիչ հետո իրանց խոտի ժամանակն է մաքրեն, խոտը լցնեն դեմները, հանում ենք դուրս էլ իրանց, այսօր որ սենց ձունաբանա չենք հանում։ Թե չէ դուրս ենք հանում իրանց։ Դուրսը լցնում ենք իրանց տեղերը կան, հատուկ ուտում են, հիմա ներսն են։ Մենք երինչ ունեինք, այսինքն երինչ, գիտեք չէ, եկ տեսակը էլի, հա, հենց հորդ ժամանակ պապան ասեց ինքը մատաղի համար է։ Պահեցինք, մեծացրեցինք, բթման դրեցինք, որ պիտի մորթենք մատաղի համար, թե յուրաքանչյուր անասուն, որ բթման ես դնում, ինքը այսինքն գոմից չի ելնում, ինքը լույս չի տեսնում։ Այսինքն գոմի մեջ է, 4 պատերի մեջ է լինում, որ ելնում է մաքուր օդի։ Ահա որ գժվում է, հա։ Յուրաքանչյուր էս ձևը։ Էսի մատաղի համար ենք, ասի բերենք մորթենք, էս ինչ օրը մատաղ կանենք։ Չհանենք դուրս չոքեց։ Մի անգամից չոքելով եկավ։ Այսինքն ինքը ոչ փախավ, թե նրա համար էր որ պիտի մատաղ, հորդ վախվանից ասել են որ մատաղ է, ինքը իրոքից չոքելով եկավ։ Ծալած թևերը չոքելով եկավ, դեմի մասը իհարկե։ Կատ խմել են, կատ չխմեն, եմ իսրանց բորբորոսը գիտես ինչ են անում, գորգրում են, յանի կատ տղեին, խմել են ժամար գուշտ են։ Եթե միջոց լինի օրինակի համար այլ համայնքից դեպի քաղաք, ես կընտրեի քաղաքը։ Ոգի օգնել եմ իրոքից։ Ինչի՞ չի, քաղաքը Քաղաքի ավելի լավ։ Քաղաքի ժողովուրդը հանգիստ է։ Հնարավորություն ունի իրոքից կգնայի։ Ճիշտ է։ Բայց քաղաքի ապրելակերպը շատ ուրիշ է։ Մաքուր է, իրանց նայում են, մենք քրտնաջան խեղճ գյուղացիները վազի հողից վազի ապրանքդ բեր լվա տար շուկա, հետո արի անասուն, էսեն, չես կայնում, էսի ջրելու է, էսի պարատան նյութի է, էսի սրսկմանա, քյասը, ոնց ասեմ, դժվար է, հանգստություն չկա, գյուղացին շատ է։ Քաղաքացին Դրա համար աշխատանք եկավ, հա իրա համար հանգստանում են, որ նույն իրա գործով։ Իսկ գյուղացին չէ, հազարատ գործ անում։ Մենք էլ չունենք։ Ես ասեմ, 5 տարի առաջ բոլորը մտածում են չէ, կարևորը մենք մեր գործը առաջ տանենք, մենք մի քիչ
փող աշխատենք, էս անենք, անասունը շատացնենք, երեխաները դպրոցը վերջացնում են, ել չեն թողում գնային բան սովորելու, կգաս կօգնես հորդ, մեջքի տանք, անասունը շատացնենք, պահենք էս, իսկ հիմա ես նորից եմ ասում, մենակ բանը սովորել, որ ասում եմ, ինչքան սովորես, այդքան մարդ կդառնաս, հիմա այդ հասկացողությունն է, Մի բան գիտեմ, որ իմ տղան պիտի գնա սովորի, մի անասուն չպետք է այդ ամեն ինչ անի, որ ես կանեմ ու կանեմ, թող ինքը գնա սովորի։ Ժամանակին ով իմ համար իմ հերս որ չի արել, ես կոնե կանեմ, որ իմ տղեն այդ ամեն ինչը չտեմ։